Հանձնաժողովների կարևորությունը եւ տեխնացուների այդ պաշտոններում արժանի լինել չլինելը մի կողմ թողած, ընդդիմությունն ու իշխող խմբակցությունը փոխադարձ ռետորական հարցեր փոխանակեցին, միմյանց հիշեցնելով ոչ վաղ անցյալում յուրաքանչյուրի անցած քաղաքական ճանապարհը։ Ամբիոնին առաջինը մոտեցած Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանը նախ անդրադարձավ ուրբաթ Դավիթ Ղազինյանի հասցեին հնչեցրած ՔՊ-ի մեղադրանքներին, թե հեծը շուկայականից բարձր գներով տարածքներ է վարձակալել խոշոր կենտրոններում, ինչը համարվում է ընկերության միջոցների ոչ արդյունավետ կամ կասկածելի տնօրինում։ Մանուկյանը ողջունեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության արդարության այդ սկզբունքայնությունը, ապա գնահատական տվեց Երևանի քաղաքապետարանի նմանատիպ մի քանի խնդիրների։ Երևան ավտոբուս ՓԲ-ի կողմից անցկացված ԵԱ-ՄԱԱՊՁԲ 26-25 ծածկագրով մեկ անձից գնման ընթացակարգով ձեռքաբերվում դիզ վառելիք։ 1 լիտրի արժեքը 545 դրամ։ Այդ ոչինչ էլ որ մի անձից են ասը, կասեք միգուցե էժան են առել, բայց ամենահետաքրքիրն է, որ հենց այդ նույն ժամանակ լցակայաններում մանրածախի արժեքը եղել է 510 դրամ մաքսիմումը։ Այսօր ինչ արժի գիտեք դիզ վառելիքը։ Մոտավորապես մինչև 670 դրամ է դառը 1 լիտր դիզ վառելիքը։ Հիմա օրինակ ես որ ձեզ լսեմ, պետք է քաղաքապետարանը, որ հիմա 540-ով է ձեռք բերում, եթե շարունակում այդ պայմանագիրը գործել, պետք է գնա, չեղարկի այդ պայմանագիրը։ Հիմա խնդիրը ո՞րն է։ Խնդիրը կարող է մեկ անձն է, բայց եկեք այդ մեկ անձի դեպքում փոխենք օրենքը, սահմանափակենք, ասենք չի կարելի մեկ անձով գնում կատարել։ Հաջորդը ամբիոնին մոտեցած քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Գարիկ Սարգսյանը առաջարկեց իր ելույթն անվանել թքած ունենալու նուրբ արվեստը։ Падգամավորը ուզում էր հասկանալ ում է նկատի ունեցել Սամվել Կարապետյանը, երբ ասել է թքած ունեմ հեծի վրա էլ, իրենց վրա էլ։ Դավիթ Ղազինյանը մի քանի անգամ մեկնաբանել է այն, բացատրելով, որ նկատի է ունեցել հեծի ակտիվը, սակայն Սարգսյանին պատասխանը կարծես չի բավարարել։ Նկատի ունի իշխանություններին, ովքեր ձեր խորը համոզմամբ հետապնդում են եւ այլն ձեր քաղաքական առաջնորդին։ Բայց երբ որ ասում է իրենց էլեկտրական ցանցի վրա էլ նկատի ունի մեր ժողովրդին, ում պատկանում է այդ էլեկտրական ցանցերը, Հայաստանի Հանրապետությանը, Ուժեղ Հայաստանի իր դիտարկմամբ թքած ունենալու մի քանի օրինակ եւս թվելով, Սարգսյանը խոսքը եզրափակեց Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծությամբ։ Դուն խելոք հաշվով վաճառական ես, մյուլ փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողետ շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի տալ վրան, սա ասում է բանաստեղծը։ Թքած ունենալու մասին պետք չի երբևէ խոսա որևէ մի վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության ներկայացուցիչ։ Դուք հաշվի առեք, մենք այս վերջին 8 տարիների ընթացքում մեր հայոց պատմության ամենածանր, ամենասև էջերը տեսել ենք, մենք հազարավոր զոհեր ենք տեսել։ Մարդիկ, ովքեր սեփական անկարևորությունը բարձրացնելու համար ուզում են կարևոր ու մեծ մարդկանց անուններ տալ, երբեք դա իրենց չի հաջողվում ուրիշների հաշվին իրենց ոչինչ լինելը բարձրացնելը։ Հետևաբար, երբ որ մենք մեջբերումներ կամ օրինակներ ենք բերում, պիտի աշխատենք մեր հագնուկ այդ օրինակները բերենք, որ հետո հանկարծ մենք առողջական խնդիրներ չունենանք։ Բժիշկ եք դուք, հա, պետք է բժշկական օգնություն եք պատրաստում տալ։ Ինչ է, որովհետև էլի եթե անցնում ենք այդ դաշտ, տեղից մի խոսեք։ Եթե անցնում ենք այդ դաշտ, պարոն Ասլան, ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիական պայմանագրում էլ բազմաթիվ մարմնի եւ հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ։ Բայց եկեք այդ դաշտ չմտնենք։ Եթե ձեզ դուր չի գալիս պոեզիան, որը կարող է ասոցացվել տարբեր բաների հետ, զսպեք ձեր մեջի պոետներին եւ ոչ միայն պոետներին։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը շարունակեց նախկինում հեծի գործունեության վերաբերյալ, այսպես ասած, բացթողումների եւ թքած ունենալու վերաբերյալ մտքերը։ Նա մի քանի օգտատիրոջ գրառումներ էր առանձնացրել, երբ դեռ Դավիթ Ղազինյանը հեծուն տնօրեն էր։ Երեկվանից, մասնավորապես ժամը 22:30-ից Ջերմուկ համայնքի Կիչուտ գյուղում էլեկտրականություն չկա։ Ու հայ էլեկտրական ցանցեր ՓԲ-ն թքած ունի, թե մարդիկ այս սառնամանիքին կցրտահարվեն կամ ինչ պիտի անեն։ Այս մտքերը գիտեք ինչով են ծանրակշիռ։ Այս միտքը օրինակ գրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ձեր խմբակցության падգամավոր Սյուզաննա Ավետիսյանի կողմից։ Հետո հորդորեց Ավետիսյանին չվախենալ, խոսքի ազատությունը պաշտպանված է Հայաստանում, եթե որևէ մեկը բռնանա նրա կարծիքին, կարող է դիմել իրեն։ Մեր գործընկերու գրածից եք խոսում,
Ժողովուրդ, ձեր չաթը հրապարակվեց, եթե չեմ սխալվում, ինչ որ մեկն է ձեր չաթում ասում էր, լավ, այսքան ժամանակ լույս չունենք, տենակ կառավարիչը լույս ունի, թե չէ։ Հետո ջնջեցին այդ չաթից, հետո այդ մարդուն չգիտեմ ինչ արեցին, միգուցե հույս ունեմ ողջ առողջ է։ Բայց ամեն դեպքում էդ էլ խոսացեք։ Տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված տեխնացու Դավիթ Ղազինյանը կոչ արեց այնուամենայնիվ լինել օբյեկտիվ եւ եւս մեկ անգամ շեշտեց. չի խնդրում քվեարկել իր օգտին։ Հաջորդը Սիսակ Գաբրելյաններում առաջադրել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու։ Նրա կենսագրությունը ներկայացրած Ալխազ Ղազարյանին հարց ուղեց Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Տիկին Ղազարյան, խոսքը ձեր միջոցով նախագահողին եմ ուղղում։ Նախագահողը այս 2 օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստի։ Երեք խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ, այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դալիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Պարոն Կարապետյան, կարծում եմ շատ լարված եք եւ իսկապես մենք առաջինն ենք շահագրգռված, որպեսզի բարեկիրթ մթնոլորտում անցնեն մեր նիստերը, կարծում եմ ձեր անհանգստությունը այս հարցում ավելորդ է։ Կարապետյանը սկսեց, Ռուբինյանը պատասխանեց եւ այսպես շարունակվեց Ալխազ Ղազարյանի միջոցով միմյանց հարց փոխանցելը։ Տիկին Ղազարյան, խնդրում եմ ձեզ հարց տվողին փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը, իր հետևում նստած։ Եվ ես բազմից եմ կրկնել, եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք։ Տիկին Ղազարյան, փոխանցեք նախագահողին, որ մինչև դա մենք ականատես եղանք պոետիկ զեղումների, որոնց վերջը կարող է լինել իրապես մտահոգությունը առողջության, առողջապահության ոլորտի եւ այլ ոլորտների մասին։ Ի վերջո հիշեցին, որ քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացուի հարցը եւ վերադարձան Սիսակ Գաբրելյանին։ Մարինե Դվոյան, Հորիզոն։